Դա պատահեց այն գիշեր։ Նրանք իրենց կյանքն ամբողջովին նվիրել են Աստծուն, իրենց ժամանակի յուրաքանչյուր պահը անցկացրել են Նրան ծառայելով։ Հոգևոր ծառայությունը համարել են իրենց հիմնական գործը, իսկ աշխարհիկ գործերը երկրորդական։ Դա պատահեց այն գիշեր, երբ ես մենակ էի իմ առանձնասենյակում, փռված աթոռիս, հայացքս մի կետի վրա հառած, դեմքիս ինքնագոհ ժպիտ։ Գուցե այդ պահին իմ սպասավոր լինելու մասի՞ն էի մտածում։ Հետո գլուխս ծանրացավ ու քնեցի։ Չգիտեմ, մտքերս երազի՞ փոխվեցին, թե Աստված ինձ տեսիլք ուղարկեց։ Գիտեմ միայն, որ առջևս տեսա մի խումբ լուսեղեն հրեշտակներ, որոնք ինձ իրենց թևերի վրա առած վեր բարձրացան։ Ես ներքև նայեցի, ցածում մնացած երկրին, որը հետզհետե փոքրանում էր, մինչև որ դարձավ մի փոքրիկ լուսավոր կետ անսահման տարածության մեջ։ Որոշ ժամանակ ես դեռ լսում էի աշխարհի աղմուկը, բայց այն գնալով թուլացավ ու փոխվեց լռության։ Թվում էր, թե մարմինս ավելի ու ավելի թեթև է դառնում, մինչև զգացի, որ ես հոգի եմ առանց մարմնի։ Շփոթված շուրջս նայեցի և ինձ պես հոգիներ տեսա, որոնք լողում էին անսահման տարածության մեջ։ Տեսա հազարավոր և տասնյակ հազարավոր հրեշտակներ, վեցթևյան քերովբեներ և բազմաչյա սերովբեներ։ Նրանք բոլորը հրաշալի ներդաշնակությամբ երգում էին ասելով. «Սուրբ, Սուրբ»։ Հայտնաբերեցի, որ ես էլ անգիտակցաբար օրհներգում եմ նրանց հետ. «Սուրբ է Հայր Աստված, Սուրբ է Միածին Որդին, Սուրբ է Սուրբ Հոգին»։ Դադարեցի օրհներգելուց, լսելով մի սուրբ մեղմ մեղեդի, որը ոչ մի ականջ դեռ չէր լսել։ Ես գնացի դեպի ձայնի աղբյուրը, ուզենալով տեսնել, թե ինչ կա այնտեղ։ Որոշ հեռավորության վրա իմ առջև խոյացավ երկնքից կախված մի գեղեցիկ լուսաշող քաղաք, որտեղից շարականներ ու երգեր էին լսվում։ Այդ մեղեդիները սիրտս լցնում էին ուրախությամբ, հոգիս փափագով։ Քաղաքի ներսում էակներ կային, որոնք շատ ավելի գեղեցիկ էին, քան հրեշտակները։ Դրանք Մովսեսը, Եղիան ու մյուս մարգարեներն էին։ Այնտեղ էին Սուրբ Անտոնը, Սուրբ Աթանեսը և բոլոր սրբերը։ Տեսա նաև իմ քահանա ու եպիսկոպոս հայրերին և իմ խոստովանահորը։ Այստեղ էին նաև իմ գործընկերներից, կիրակնօրյայի ուսուցիչներից ոմանք։ Էլ չէի կարող սպասել ավելին տեսնելու համար։ Վազեցի այդ լուսաշող քաղաքի կողմը։ Սակայն ի զարմանս ինձ չկարողացա առաջանալ, քանի որ մի անվեհեր, սոսկալի, պատկառազդու և վեհապանծ հրեշտակ կանգնեց ճանապարհիս, ասելով. «Տեղումդ կանգնիր»։ Պատասխանեցի. «Գնում եմ այս մեծ քաղաքը, Տեր իմ հրեշտակ, որտեղ տեսա իմ գործընկերներին, եղբայրներին և սուրբ հայրերին»։ Իսկ հրեշտակը զարմանքով նայեց ինձ ու ասաց. «Բայց սա սպասավորների քաղաքն է, դու նրանցի՞ց ես»։ Երբ ես դրական պատասխան տվեցի, նա ասաց. «Սխալվում ես, բարեկամս, քո անունը չկա սպասավորների ցուցակում»։ Զարմանքով համակվեցի ու բղավեցի հրեշտակի երեսին, որը պահպանում էր քաղաքը։
Ինչպես թե։ Հավանաբար դուք ինձ չեք ճանաչում, Տեր իմ հրեշտակ։ Հարցրեք իմ մասին կիրակնօրյա դպրոցներում, երիտասարդական ժողովներում, եկեղեցիներում ու հավաքներում։ Հարցրեք իմ մասին թեկուզ հենց սպասավորների քաղաքում, քանի որ կիրակնօրյայի իմ գործընկեր ուսուցիչներից շատերը ինձ լավ գիտեն։ Նա ինձ պատասխանեց. Քեզ լավ գիտեմ և իրենք նույնպես, բայց Աստծո դատաստանով դու սպասավոր չես։ Չէի կարող տանել այս խոսքերը և ծնկներիս վրա ընկնելով դառնագին ողբացի, երբ մի ուրիշ հրեշտակ եկավ, սրբեց արցունքներս և քնքշությամբ ասաց. Եղբայրս, դու այնպիսի վայրում ես, որտեղից վերացել են թախիծն ու հառաչանքը, ինչու ես ուրեմն տրտմում, եկ խորհենք իրար հետ։ Եվ մենք առանձնացանք իրար հետ խորհելու։ Նա ասաց. նրանք, ում տեսնում ես սպասավորների քաղաքում, իրենց կյանքը ամբողջովին նվիրել են Աստծուն, իրենց ժամանակի յուրաքանչյուր պահն անց են կացրել նրան ծառայելով։ Արդյոք համամիտ չես ինձ հետ, որ Սուրբ Պողոսի և մյուս առաքյալների, եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների ու սրբերի կյանքը այսպիսին էր։ Իսկ դու, բարեկամս, դու ծառայությանը չնվիրվեցիր, այլ ծառայեցիր աշխարհին։ Քո ողջ հոգևոր ծառայությունը շաբաթը միայն 1 ժամ էր կիրակնօրյա դպրոցում։ Երբեմն էլ ուրիշ առիթներ քեզ ստիպում էին ևս մի ժամ տրամադրել Աստծուն։ Այդ 2 ժամվա համար, ուրեմն, ուզում ես առաքյալների, մարգարեների ու քահանաների հետ լինել սպասավորների քաղաքում։ Այս ամբողջ զրույցի ժամանակ ամոթից խոնարհվել էր գլուխս, բայց փորձելով հաղթահարել ամոթը, համարձակվեցի հրեշտակին հարցնել. Բայց քաղաքում իմ գործընկերներից, կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներից մի քանիսն էլ եմ տեսնում, որոնք ինձ պես նույն ծառայությունն են մատուցել։ Այդ ժամանակ հրեշտակը պատասխանեց. Ոչ, նրանք քեզ պես չեն։ Թեկուզ և մի ժամ են ծառայել կիրակնօրյա դպրոցում, բայց ամբողջ շաբաթ պատրաստվել են այդ ժամին։ Նրանք ամբողջ ժամանակը տրամադրել են դասին պատրաստվելուն և դրա համար աղոթքին։ Նաև հոգ են տարել յուրաքանչյուր աշակերտի համար, ձգտելով նպաստել նրանց կյանքի վերափոխմանը։ Սրան ավելացրու այն մեծ նվիրումը, որով այցելում էին աշակերտներին, ուղղորդում նրանց հոգևոր ընթացքը։ Դրանից բացի ուրիշ գաղտնի ծառայություններ էլ են արել, որոնք դու չգիտես։ Հոգևոր ծառայությունը համարել են իրենց հիմնական գործը, իսկ աշխարհիկ գործերը երկրորդական։ Սա չի նշանակում, թե նրանք անտեսել են իրենց աշխարհիկ պարտականությունները, դրանք էլ են հավատարմությամբ և հաջողությամբ կատարել։ Նույնիսկ սրանցով են ծառայել, դրա համար Աստված նրանց սրբացած է համարում։ Զարմացա այս բառերից ու հարցրեցի. Երբ զբաղված եմ աշխարհիկ հոգսերով, ինչպե՞ս կարող եմ միաժամանակ ծառայել Աստծուն։ Հրեշտակը պատասխանեց. Հավանաբար, եղբայր իմ, մոռացել ես ծառայության իսկական նշանակության մասին։ Պարտավոր ես ծառայել Աստծուն ամեն ժամ և ամեն տեղ, եկեղեցում թե փողոցում, ընտանիքումդ թե աշխատանքիդ վայրում և ուր էլ գնաս կամ լինես։ Աշխատանքի ու ծառայության միջև տարանջատում չպետք է լինի։ Սպասավորների քաղաքում կան ուսուցիչներ, ովքեր կարողացել են իրենց աշակերտներին գրավել դեպի կիրակնօրյա դպրոցներ,
վերափոխել նրանց և շարունակական խնամք տանել։ Պաշտոնյաներ կան, ովքեր իրենց աշխատակիցներին եկեղեցի են բերել, առաջնորդել են խոստովանության և հաղորդակից դարձրել Սուրբ խորհուրդներին։ Կան ինժեներներ, իրավաբաններ, վաճառականներ ու ձեռներեցներ, ովքեր ծառայել են Աստծուն իրենց գործի միջոցով։ Դու արդյոք այսպես ես վարվել։ Ես ամոթից գետինն էի մտնում և պատասխան չտվեցի։ Իսկ հրեշտակը շարունակեց. Դա աշխատանքի մեջ ծառայություն մատուցելու մասին, իսկ ընտանիքիդ ծառայելը Հեսուն, ում տեսար քաղաքում, ասել է. Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Հեսու 24:15։ Իսկ դու չես ծառայել ընտանիքիդ անդամներին, այլ ավելի շուտ շարունակ վիճել ես նրանց հետ։ Դու նրանց համար օրինակ չես հանդիսացել։ Իսկ ի՞նչ ես արել ընկերներիդ, հարևաններիդ ու ծանոթներիդ համար։ Երբեք չես խոսել նրանց հետ Տիրոջ մասին, վերստին ծնվելու ու մեղքից սրբվելու մասին։ Դու մասնակցել ես նրանց աշխարհիկ ուրախություններին, իսկ նրանց Աստծուն մոտեցնելու բազում առիթները կորցրել ես։ Այսքանով հանդերձ քեզ սպասավո՞ր ես համարում։ Երրորդ անգամ ամոթից խոնարհեցի գլուխս, բայց փորձեցի արդարանալ ասելով. Բայց, Տեր իմ հրեշտակ, գիտես, որ քիչ տաղանդներ ունեմ և այդ ամենը չէի կարող անել։ Թվաց, թե հրեշտակը զարմացավ իմ խոսքերի վրա, կարծես նման տեսակետ առաջի անգամ լսելիս լիներ։ Հետո կտրուկ ասաց. Տաղանդնե՞ր։ Ո՞վ ասաց, թե առանց տաղանդի չես կարող ծառայել։ Եղբայր իմ, գոյություն ունի այսպես կոչված լուռ քարոզչություն։ Քեզանից ոչ թե քարոզել էր պահանջվում, այլ օրինակ ծառայել։ Երբ մարդիկ դեմքիդ են նայում, սովորում են հեզություն, ուրախություն և պարզություն։ Երբ քո խոսքն են լսում, սովորում են ողջախոհություն, ճշմարտություն և ազնվություն։ Եվ երբ քեզ հետ հարաբերվում են, տեսնում են համբերություն, հավատարմություն, զոհաբերում և սեր իրենց հանդեպ։ Հետևաբար սիրում են քեզ, նմանվում են քեզ և դառնում են աստվածանման, թեև դու նրանց ոչ ուսուցանել ես, ոչ էլ քարոզ կարդացել ամբիոնից։ Կարող էիր աղոթել նրանց համար, և աղոթքդ քարոզիցդ ավելի օգտակար կլիներ նրանց։ Չորրորդ անգամ ես ամոթ զգացի, շփոթվեցի և չկարողացա պատասխանել։ Հրեշտակը նորից շարունակեց. Դու պարտավոր էիր չպատասխանել վիրավորանքներին, պարտավոր էիր ետ կանգնել այն քայլերից, թեկուզ չափազանց անմեղ թվացող քայլերից, որոնք կարող էին սխալ ընկալվել կամ վիրավորել որևէ մեկին։ Այսպիսով, Աստծո և մարդկանց առաջ անդատապարտելի կլինեիր, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը Սուրբ գրքում. ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան օգտակար։ Ա Կորնթացիների 6:12։ Կյանքս վերանայելով տեսա, որ շատ դեպքերում ես եմ տեղիք տվել մեղք գործելու, թեկուզ և ոչ դիտավորյալ։ Այստեղ հրեշտակն իմ մտածումները ընդհատելով ասաց. Սա դեռ ամբողջը չէ։ Բացի այդ, ուզում եմ ասել, որ քեզ շատ խղճում էի, թանկագին իմ բարեկամ։ Հատկապես խղճում էի, երբ համակվում էիր սեփական արդարության զգացումով։ Քո ծառայություններին նայելով,
կարծում էիր, թե սպասավորության օրինակ ես, այնինչ բոլորովին էլ սպասավոր չիրամարվում, քոնը ձևական ծառայություն էր։ Կիրակնօրյա դպրոց հաճախելը քեզ համար պարզապես սովորություն էր։ Դու ղեկավարում էիր աղոթքները, գրում ներկաների և բացակաների անունները, պարգևատրում կանոնավոր հաճախող աշակերտներին և արհամարհում բացականերին, ասես նրանք քո հոտից չէին։ Քո ծառայությունը զուրկ էր հոգուց ու սիրուց և չէր կարող դիպչել երեխաների սրտերին։ Քո խոսքերն ու գործերը սրտիցդ չէին բխում։ Օրհներգությունդ զուրկ էր ուրախությունից։ Աղոթքներդ խոնարհ, ներհայեցողական կամ աղերսագին չէին, իսկ հրամաններդ սիրո հոգով չէին տրվում։ Այսպիսով, ծառայությունդ արդյունավետ չէր։ Եկեղեցում քարոզում էիր, քանի որ քահանան քեզ խնդրել էր, դու խոստացել էիր և պետք է խոստումդ կատարեիր։ Հիմնական խնդիրդ նյութը այնպես կառուցելն էր, որ այն հավանություն գտներ, փոխանակ ուղղված լիներ հոգիներ փրկվելուն։ Ձայնդ թեև բարձր, ներդաշնակ ու մաքուր էր, սակայն սառն էր ու անկենդան։ Երջանկանում էիր, երբ քեզ գովում էին, թեև ցույց չէիր տալիս, և քեզ չէր հուզում, արդյոք խոսքերդ կյանքի կոչեցին, թե ոչ։ Չես տեսնում, բարեկամս, որ ավելի շատ քեզ ես ծառայել, քան Աստծուն և մարդկանց։ Մոռացել ես, որ ավելի սիրով էիր ծառայում մեծ, հայտնի, մարդաշատ եկեղեցիներում, քան թե փոքր, անհայտ եկեղեցիներում։ Սա ևս հանցանշան չէ քո դեմ։ Ավելին, քո ծառայությունը զուրկ էր երկու էական բանից՝ սեր ծառայության նկատմամբ և սեր նրանց հանդեպ, ում ծառայում ես։ Ծառայության հանդեպ սիրո մասին հստակ կերպով ասված է Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերում. «Երանի նրանց, որ քաղց ու ծարավն ունեն արդարության» Մատթեոս 5:16։ Հոգիների փրկության քաղցն ու ծարավը ունեի՞ր։ Արդյոք ամբողջ շաբաթ սպասում էիր կիրակնօրյայում երեխաներիդ հետ անցկացնելիք այդ մեկ ժամին։ Բացակայողների համար արդյոք ցավում էիր։ Ցանկանում էիր տեսնել նրանց և արդյոք չէիր հանգստանում, մինչև չհանդիպեիր ու բաց թողած դասը չբացատրեիր։ Դառնանք երկրորդ կետին։ Արդյոք իսկապես սիրում ես նրանց, ում ծառայում ես։ Եվ սիրում ես անմնացորդ, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներին։ Կարեկցել ես նրանց։ Բաշխել ես քո բարությունից։ Իսկ աշակերտներդ։ Իրենք էլ էին քեզ սիրում փոխադարձաբար, թե դու նրանց միայն հանդիմանում ու պատժում էիր, առանց պարգևատրելու կամ գովելու։ Ո՞վ ասաց, որ այսպես կարող էիր նրանց նորոգել։ Սերը թանկագին իմ մարդ արարած, ծառայության անհրաժեշտ հիմքն է։ Մինչև չսիրես նրանց, ում ծառայում ես, չես կարող լիարժեք ծառայել։ Եվ մինչ նրանք քեզ չսիրեն, չեն կարող օգուտ քաղել քեզանից։ Այսպես, երբ իմ իսկական եսը բացահայտվեց ինձ համար, ես շատ ամաչեցի։ Սակայն հրեշտակը կարեկցանքով ու սիրալիր նայեց ինձ և ասաց. «Մի կարևոր բան ունեմ քեզ ասելու. ծառայությունը սկսելուց առաջ պետք է երկար ժամանակ տրամադրեիր պատրաստվելուն ու լեցվելուն։ Բայց քանի որ շուտ ես սկսել, առանց բավականաչափ հոգևոր փորձառության, շատ սխալներ ես գործել»։ Հարցական իրեն նայեցի, կարծես ուզենալով ասել, թե դժվար սխալված լինեմ,
քանի որ ուրիշների սխալները ուղղելու համար էի պատասխանատու։ Իմ հայացքը որսալով հրեշտակը ասաց. մի տղա կար, ում հեռացրել ես կիրակնորյա դպրոցից անհնազանդության և կարգապահ չլինելու պատճառով։ Դա նրան ավելի կարծրացրեց և գցեց փողոց չար շրջապատ։ Դրանից հետո նա ավելի վատը դարձավ և շատ լուրջ վնասներ կրեց, հատկապես երբ հսկողությունը իր վրա և հոգատարությունը իր հանդեպ կորավ։ Անշուշտ դու ես պատասխանատու նրա համար, որովհետև դա քո արարքի հետևանքն էր։ Բայց չէ՞ որ նա խանգարում էր դասը ու վատ օրինակ հանդիսանում մյուսների համար։ Ուրեմն այդ պատճառով ես նրան հեռացրել, ով խեղճ։ Տեր Հիսուս Քրիստոսը քեզ ուղարկել է արդարներին, թե մեղավորներին կանչելու ապաշխարության։ Շնորհալի աշակերտներդ, որոնցմով հպարտանում էիր, իրենց շնորհն Աստծուց էին ստանում։ Նա էր գործում իրենց մեջ, բայց այս կամակոր տղայի համար դու պետք է հոգ տանեիր։ Այսպիսիների համար էր Աստված քեզ կանչել։ Ես քեզ պարզ եմ ասում, եթե բոլոր ջանքերդ ի գործ դնեիր այդ տղային փոխելու համար, և ուրիշ ոչ մի ծառայություն մատուցած չլիներ, դա բավական կլիներ, որ քեզ թույլ տրվեր մտնելու սպասավորների քաղաքը։ Պետք է գիտակցեիր այդ մեկ հոգու արժեքը և պետք է շատ ավելի երկար տառապեիր նրա համար։ Այս երկու հատկանիշներից Զուրկ Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը չի կարող արժանանալ սպասավորների քաղաքում լինելուն։ Ես աղաչանքով դիմեցի հրեշտակին. Ինչ եք կարծում, ինչ պետք է արած լինեի այդ տղայի համար։ Նա պատասխանեց. կարեցածիդ չափ պետք է ծառայեիր նրան և ճանաչեիր նրա ներաշխարհը, ճիշտ մոտեցում գտնելու համար։ Պետք է շատ աղոթեիր իր համար, ու եթե այս ամենը ապարդյուն անցներ, ոչ թե պիտի հեռացնեիր, այլ ուրիշ դասարան տեղափոխեիր նրան, գուցե մեկ ուրիշ ուսուցիչ հաջողեցներ այն, ինչը դու չկարողացար։ Եթե սա էլ օգուտ չտար, կարող էիր մեկ կամ ավելի դասարաններ առանձնացնել այսպիսի անկարգ երեխաների համար, որտեղ նրանց մասին հոգ կտանեին, իրենց հոգեվիճակը հաշվի առնելով։ Նման երեխաներին պետք է հաճախ այցելել և անկեղծորեն հոգ տանել, նրանց ձեզ ավելի մոտեցնելով, այլ ոչ երբեք հեռացնելով։ Նրանք Զաքեոսից, Սամարացի կնոջից կամ Նինվեի բնակիչներից ավելի վատը չեն։ Ով Աստծուն է ծառայում, խոնարհ է ու սիրող սիրտ ունի, չգիտի, թե ինչ է հուսահատությունը։ Հրեշտակը շարունակեց. մեկ ուրիշ տղա էլ կար քո դասարանում, ով մեկ-երկու շաբաթ բացակայեց, իսկ դու նրան չայցելեցիր, միայն պաշտոնապես գրում էիր իր անունը բացակաների մեջ։ Տղան, տեսնելով, որ իրեն չես այցելում, այլևս չեկավ, իսկ դու առիթից օգտվելով ջնջեցիր նրա անունը ցուցակից։ Այս ասելով հրեշտակը շեշտակի ինձ նայեց. Ինչու չայցելեցիր նրան։ Ես նվաղեցի նրա սուր ձայնից և նրա համառ հայացքի ներքո վախից պապանձվեցի, բայց նա կրկնեց հարցը ավելի խստորեն. Ինչու չայցելեցիր նրան։ Ինձ թվաց, թե փոթորիկ պայթեց, չկարողացա պատասխանել, իսկ հրեշտակը հուզված շարունակեց. Նրա հոգևոր վիճակը այժմ խղճահարույց է, և եթե այսպես շարունակվի, նա պիտի… Այստեղ հրեշտակի ձայնը դողդողաց, նա մի պահ լռեց, հետո ասաց.
Ես եւ շատ ուրիշ հրեշտակներ աղոթում ենք, որ Աստված փրկի նրան։ Սակայն եթե նույնիսկ Աստված պատասխանի մեր աղոթներին եւ մեկ ուրիշ ավելի նվիրյալ սպասավոր ուղարկի ու տղան փրկվի, միևնույն է, դու չես ներվի։ Նրա ձայնը դողդոջ էր ու ողբագին։ Ես այլևս չկարողացա լսել, թվաց թե ամեն ինչ պտտվում է աչքիս առաջ, ուշքս գնաց ու վայր ընկա։ Ուշքի գալով տեսա, որ հրեշտակը կարեկցանքով ինձ է նայում, դա ինձ խոսելու ուժ տվեց։ Ասացի. խնդրում եմ, ներեցեք ինձ, Տերիմ։ Իմ դասարանում 30 տղա կար, եւ ես ի վիճակի չէի նրանց բոլորին այցելել։ Բայց նա պատասխանեց. դու էլ ես ընկել քանակին զարկ տալու փորձության մեջ։ Աստված որևէ ծառայություն ընդհանուր թվաքանակով չի չափում, այլ ավելի շուտ նրանց թվով, ովքեր իրականում նորոգվել են ու փրկվել։ Գիտեմ, որ քեզ համար դժվար էր 30 տղայի համար հոգ տանել, հսկել նրանց վարքը, այցելել ու սովորեցնել։ Նույնիսկ դժվարանում էիր նրանց անունները անգիր անել։ Դու չէիր կարող ասել Տեր Հիսուս Քրիստոսի նման. ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում եմ նրանցից։ Հովանու 10:14։ Ինչու ուրեմն քո ծառայությունը չսահմանափակեցիր, օրինակ 10 հոգով։ Պատասխան չգտնելով իր հարցումին, գերադասեցի լռել, բայց նա շարունակեց. գիտես քո ձախողվելու հիմնական պատճառը, բացի իմ նշածներից, ինքդ քեզ ապավինելն էր։ Մոռանում էիր աղոթք անել ծառայությանդ համար։ Կիրակնօրյա դպրոցի գործընկերներդ, ովքեր այժմ սպասավորների քաղաքում են, աղոթում էին իրենց աշակերտների համար։ Ամեն օր Աստծո առաջ հիշում էին նրանց յուրաքանչյուրին առանձին։ Իսկ դու այդ արել ես։ Սա հոգևոր ծառայությանդ մասին, իսկ նյութականը դա երկրորդականն էիր համարում։ Չէիր հիշում հարուստին, որը չգթաց աղքատ Ղազարոսին։ Չէիր լսել Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը ուղղված իր ձախ կողմում գտնվողներին. քաղցած էի, ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի, մերկ էի, հիվանդ էի։ Մատթեոս 25:40-43։ Այս ամենից ինչ ես արել։ Միթե հետամուտ չէիր վայելքներին, մինչդեռ եղբայրներդ անհրաժեշտ բաների խիստ կարիք ունեին։ Միթե չէիր։ Այլևս չդիմանալով ցավից ճչացի. խնդրում եմ, վերջացրեք, Տերիմ։ Հիմա հասկանում եմ, որ սպասավորների քաղաքը մտնելուն բացարձակապես արժանի չեմ։ Ես չափազանց ինքնագոհ եմ եղել, բայց այժմ ամեն բան իմանալուց հետո խնդրում եմ ճշմարիտ, անկեղծ սպասավոր լինելու ևս մի հնարավորություն ընձեռնեք ինձ։ Հրեշտակն ասաց. քեզ տրված էր հնարավորություն, բայց դու դրանից չօգտվեցիր։ Հիմա երկրային օրերդ վերջացել են։ Ես աղաչեցի նրան, ողբացի, խնդրեցի։ Իսկ նա նայեց ինձ գորովով ու սիրով, հետո ինձ մենակ թողեց եւ հեռացավ, մինչդեռ ես աղաղակում էի. Եվս մի հնարավորություն եմ ուզում։ Բայց նա անհետացավ, իսկ ես ծնկներիս վրա ընկած դեռ աղաղակում էի. Եվս մի հնարավորություն եմ ուզում։ Շուրջս ամեն ինչ պտտվում էր, եւ ես նորից ուշաթափվեցի։ Երկար ժամանակ անցավ, մինչև ուշքի եկա։
բացեցի աչքերս եւ իմ այդ զարմանս ինձ գտա ինձ առանձնասենյակում մենակ աթոռից փռված։ Չհավատալով շուրջս նայեցի։ Դա իրականություն էր։ Ախ, որքան ողորմած ես Աստված։ Իսկական սպասավոր դառնալու եւս մի հնարավորություն ունեմ։ Վեր կացա եւ գոհության աղոթք վեր առաքեցի ի խորոց սրտի։ Որոշեցի ծառայակից եղբայրներիս պատմել այս ամենը, որպեսզի պայքարեն սպասավորների քաղաքը մտնելուն արժանանալու համար։ Թուղթ վերցրեցի ու սկսեցի գրել։ Դա պատահեց այն գիշեր։